Պարոն Գրիգորյան, միանգամից երկու նախաձեռնություն է սկսվել, պահանջում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել ընդդիմադիր արտախորհրդանական նախաձեռնությունը, Արթուր ենք շարժում, ինչպես նաև ձեր նախկին թիմակիցները Հովիկ Աղազարյանը։ Ձեր թիմը մշտապես ասում է, որ մենք ժողովրդավար ենք, պատրաստ ենք ընդդիմության հետ հարցերի շուրջ քննարկումներ սկսել։ Հիմա ինչու եք այսպես կտրականապես մերժում, ձեր թիմակիցները ասում են, մենք որևէ կերպ բացառում ենք այս հարցով քննարկումները։ Տեսեք, իսկ ով է իրենց իրավունքը տվել։ Իրավունքը իմպիչմենտի տալիս են հասարակությունը ժողովրդը։ Դժգոհություններ կան։ Իրենք էլ է դժգոհություններից ելնել։ Չէ, տեսեք, երբ իրենք իրենց կուսակցականների կամ համակիների հետ հանդիպում են ու այդ համակիները դժգոհում են, դա իրանց իրավունք չի տալիս իմպիչմենտ կամ նման նույնիսկ բառ ասել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշելու ով է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետն, ով է լինելու իշխող խմբակցությունը, կառավարությունը եւ այլն։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը մեծ ձայն է տվել, եկել ենք այստեղ վարչապետ Նիկոլ Փաշինյան ձայն է տվել, եկել ենք իրացնելու ժողովրդի տված լիազորությունները, հետո մյուս տարի ընտրությունները, գնանք ընտրության, տեսնենք։ Ես հասկանում եմ, որ իրանք սարսափելի վախենում են ընտրություններից, որովհետեւ իրանք այն արդյունքը ինչ որ ունեցել են բախտի բերմամբ էլ չեն ունենալու, դրա համար հիմա ինչ որ իմպիչմենտ կամ չգիտեմ, ինչ որ բան փորձում են անել հասարակության մեջ տպավորություն թողելու, որ մենք էլ ենք գործանում։ Պարոն դուք ասում եք, մեծ ժողովուրդն է մանդատ տվել, այստեղ նրանց ձայն ենք իրացնում, բայց ժողովուրդում իշխանությանը, երբ որ քվեարկում է ձեր օգտին, մանդատ չի տվել, որպեսզի բանակցությունները օրինակ ձախողվի, Արցախի կորուստ լինի այսքան զոհերի։ Տեսեք, մենք գնացել ենք ժողովրդի դատին 2021 թվականին հայտարարել ենք այն ինչ որ պլանավորում ենք, հիմա մյուս տարի էլ գնալու ենք ժողովրդի դատին, ասելու ենք այն ինչ որ արել ենք, այն ինչ որ անելու ենք։ Հիմա այդ ժողովուրդը վերջնական արդյունքում ժողովուրդն է որոշելու։ Հիմա ես էլ եմ ասում, կարծում եք բավարար ձեր թիմը Նիկոլ Փաշինյանը բավարար ռեսուրսներ ունի։ Միանշանակ։ Բայց մենք տեսանք ընդհանրապես մի որոշ ժամանակ առաջ համայնքներում Գյումրիում փառաքարում ընտրություններ եղավ, որտեղ ԿՊ-ն մեծամասնություն չեղավ, մի համայնքում էլ պարտված արվեց։ Դա խոսում է ժողովրդավարության մասին, անկեղծ ասած, որ կարող են նաև ընդդիմադիր համայնքների ղեկավարները հաղթել ընտրություններում, բայց այդ չի նշանակում, որ մենք նախ որևիցե լծակ կամ որևիցե մի խախտում չենք արել ընտրություններին, թողել ենք ժողովուրդը որոշի, հիմա ժողովուրդը որոշում է տվյալ համայնքում, տվյալ մարտի անձի շուրջ կընտրեն ձայն կտան, հիմա Գյումրիում մենք ահռելի քանակի ձայներ ենք հավաքել։ Մենք ինչ էր այդ օրերին Գյումրիում կատարվում ողջ թիմը ԿՊ-ն այնտեղ էր, մինչև ուշ երեկոյան այսպես գնում գալիս էին։ Ճիշտ ասած, ես էլ եմ այնտեղ եղել, բայց գնացել էինք սատարելու մեր թիմակցին, հա ինչի մասնախոսքի, հիմա ամբողջ ընդդիմությունն էլ այն կողմն էր, չգիտեմ ոնց էր ստացվել, որ կոմունիստական կուսակցությանը պաշտպանում էր դաշնակցությունը, բայց ամբողջ թիմն այնտեղ էր։ Ուղղակի լրագրողների աչքին միշտ մենք ենք երևում։ Եվ նաև ասում են ԿՊ-ի այդ Գյումրիի ձայները ոչ թե կուսակցություններ, այլ հենց Սարիկ Մինասյանի անձնական, հա, ձայներն են, ոչ թե իշխող ուժին։ Ըստ էության տեղերում հիմնականում, ես էլ կուղղեցեմ, հիմնականում այդ ֆորմատն է, որ տալիս են տեղի մարդին, մարդկանց մեջ հանդրությունը լինում, դեռ ժողովուրդը այդքան չի քաղաքականացվել, բայց ամեն դեպքում հիմա ունենք այն ինչ որ ունենք, ժողովրդավարությունն է, ու ես վստահ եմ 26 թվականին նորից հաղթելու ենք ընտրություններին։ Որտեղ է ձեզ նման վստահություն։ Ժողովրդի հետ շփումից, ես ամեն օր ժողովրդի հետ շփում եմ, ամեն օր մարդկանց մեջ։ Դժգոհությունները չեք նշում։ Ձեզ շատ հարցերում մեղադրում են։ Տեսեք, տրանսպորտի թանկացում, կոռուպցիա։ Կոռուպցիայի մեջ չեմ լսել, որովհետև առնվազն իմ դեմ նման բան չեն կարող ասել, որովհետև ես իրանց ընդհանրեն ձեռքից կբռնեմ, կգնանք, ասում եմ, եկեք իմ ունեցվածքները նայենք, ու ըստ այդմ կվերջանա այդ խոսակցությունը կոռուպցիայի մասին, իսկ ինչ վերաբերում է դժգոհությունը, միանշանակ չաշխատող մարդը չի դժգոհում, չաշխատող մարդից չեն դժգոհում, աշխատող մարդից ամեն մի բարեփոխում իր խնդիրներին, իր դժվարություններին է հանդիպում, հիմա մենք երկիրն ենք առաջ տանում, հասարակությունն ու հանրությունն էլ քննադատելով նաև հասկանում է։